Ճիշտ ասած, ես իսկապես համաձայն եմ պարոն Պիպոյանի ընդհանուր փիլիսոփայության հետ, բայց մենք պետք է նաև իրական կյանքում էլ ապրենք, այսինքն մենք պետք է ոչ թե իդեալ, ինչ-որ իդեալի ձգտենք, որը նորմալ բան է, որտեղ իդեալի կարելի է ձգտել 10 տարի, 20 տարի, 30 տարի եւ երազանքների մեջ մնալ, դա առանձին խնդիր է։ Իմ կարծիքով այս նախագիծը մենք քննարկել ենք շատ ավելի մանրամասն, ֆունդամենտալ եւ կապ չունի այն ինչ որ ասես պարոն Պիպոյան, ինչու, որովհետեւ տեսեք, մենք համաձայն ենք ձեզ, մենք էլ ենք Վրաստանի մասնագետների հետ բավականին լուրջ քննարկումներ արել, իրանք արդեն ավարտել են իրենց բարեփոխումը, մենք դեռ մենակ ավտոբուսներ ենք բերել, ոչ մի բարեփոխում չենք արել։ Իդեպ ասեմ, որ Վրաստանում շատ ավելի դժվար էր այդ բարեփոխումը, քան մեր մոտ, որովհետեւ Վրաստանի հին քաղաքը ինքը եղել է ցարական իշխանության այսպես կենտրոնը եւ հին քաղաքը փոքր նեղ ճանապարհներ է ունեցել։ Երևանը սովետական քաղաք է եւ լայն ճանապարհները շատ ավելի հեշտ էր, որպեսզի մենք դա իրականացնեինք եւ նույնիսկ այդ պարագայում իրենք արդեն 18 մետրանոց ավտոբուսները իրանք ծրագիրը արդեն իրականացել են, մենք մեկ 18 մետրանոց ավտոբուսներ չենք տեսել, որը ճիշտ ասած աբսուրդ է այդ իմաստով։ Հիմա ինչ վերաբերում է գնի հետ կապված, պարոն Փարսյանի ասած, ուրեմն գինը մենք բանից երկնքից չենք վերցրել։ Գինը իրականում մեր հաշվարկը կայացել է այն բանում, որ քանի որ կար հաշվարկ նույն իշխանության կողմից, որ մոտարապես մենք հաշվեցինք, որ ինքնարժեքը գալիս է մոտարապես 130 դրամին, ու կարող է պետատանվի, հա, այդ մասով մենք հասկացանք, որ այդ 100 դրամից պետք է ելնենք այդ ամբողջ ելակետային process-ը։ Իդեպ ասեմ, պարոն Փարսյան, ուրեմն Վրաստանում ձեր ասած այդ աբոնեմենտային բանը, մետրոմանի համակարգը շատ ուժեղ աշխատում է, այսինքն որ դուք ասում եք, որ մարդը երկու անգամ կարա գնա, չգիտեմ ինչանի բան, դա ինչ չի։ Այնտեղ ավելին ասեմ, այնտեղ նույնիսկ այդ բանը ռազովի բաները, այդ 100 դրամները արդեն վերացել են։ Տեսեք, այդ 70 դրամ, 70 թեթրյանոց այդ բաները արդեն վերացել են, որտեղ հասարակ մարդը արդեն ինքը մետրոմանի համակարգը այնքան է էֆեկտիվ օգտագործում։ Տեսեք, եթե մարդը մի տարվա մեջ 37,500 դրամ տալիս է այնտեղ, ինքը փաստացի սուբսիդավորում է այդ համակարգը։ Սուբսիդավորելով մարդը պետք է ավելի էժան վճարի, քան ասենք 70 թեթրին, որ ինքը պետք է հաշվարկեր, չէ՞։ Մենք 35,000 ենք սարքել 37,000 կեսի տեղը։ Ու մոտավորապես նույն գինն է։ Իրանց մոտ ասենք նույն բանը 6 ամսվա, մի ամսվա, մոտավորապես նույն ստանդարտ գները մերը մի քիչ ավելի էժան է, քան իրանց։ Այս այդ հաշվարկները իրանց մոտ մի հատ էլ լրացուցիչ բան կա, 1.5 ժամվա համար իրանք տալիս են 150 դրամ։ Այսինքն 1.5 ժամ դու կարաս տարբեր տրանսպորտի բաներ օգտագործես։ Հիմա այդ ձեր ասած, որ մարդը հիմնականում սովորաբար երկու տրանսպորտ է օգտագործում, Հայաստանում որ ասել եք։ Հիմա տեսեք, հա, տեսեք ինչն է խնդիրը։ Ընդհանուր առմամբ ընտրության խնդիր է։ Այսինքն մարդը, մենք ասում ենք հետևյալը, մարդը կարա ոչինչ չընտրի, այս 100 դրամը շարունակի։ 100 դրամով օգտագործելը դա արխայիկ, հնամաշ, պարզունակ, պրիմիտիվ մոդել է, որը ես կարծում եմ, որ պետք է մենք անցնենք այդ, այսինքն էդի դա դրա մեջն է, մենք ավելի էժանացնում ենք այդ համակարգը, էժանացնում ենք ինչով։ Մենք ասում ենք, մենք կարանք էժանացնենք, այդ էժանացումը մեր վրա վնաս չի տա, որովհետև բանը պրակտիկան, Վրաստանի պրակտիկան ցույց է տալիս, որ իրանց մոտ բանի տրանսպորտից տրանսպորտ օգտագործողների քանակը էապես մեծացել է այս համակարգի շնորհիվ։ Ինչի։ Հետո մենք բոլորս գիտենք, որ ժամանակից աշխարհում 21-րդ դարում քաղաքային ընդհանրապես տրանսպորտի քաղաքային կուլտուրայի գլխավոր դոմինանտը պետք է լինի այն, որ մենք պետք է գերակա բանը տանք արդեն բանը քաղաքացուն, այսինքն ոչ մեքենա վարող քաղաքացուն, դա պետք իր շահը պետք է ավելի գերակա լինի, քան մեքենա քշողինը։ Այսինքն մենք պետք է ամեն ինչ անենք, որ քաղաքում մեքենաների քանակը առնվազն կենտրոնում պետք է էապես նվազի։ Դա միանշանակ է, այսինքն դա համաշխարհային զարգացման գլխավոր վեկտորներից մեկն է, եւ այդ խնդիրը լուծելու համար մենք պետք է քաղաքացուն տանք իսկապես էֆեկտիվ տրանսպորտային համակարգ։ Տրանսպորտային համակարգը ինչ է նշանակում։ Նորմալ ժամանակ ավտոբուսներ, որը ողջունելի է, որ եկել են։ Կարող քննարկենք, որ մանիտեղը կարող լեական սոլարիսներ գար, որը մոտավորապես մի 50%-ով ավելի էժան էր։ Մենք ման բերեցինք, որպեսզի ցույց տանք, որ ժողովրդին, որ տեսեք, մենք այն պայթած գազերների տեղը ման ենք բերում, որը ես նորից եմ કહում, քաղաքական իմաստով ըմբռնում եմ այդ, որ տենց է եղել, բայց ես չեմ մեղադրում դա։ Մարդկային ցանկությունները, որ լավ ավտոբուսներ բերեր, չնայած ինքը էֆեկտիվ չի այդ որոշումները, բայց ես նորից եմ մարդկային չնայած Բաբկեն Պիպոյանը դատապարտում է, քննադատում է, որը ճիշտ է ռացիոնալ տեսակետից, բայց ես ասում եմ զուտ քաղաքական հանրային տեսակետից, ես ըմբռնում եմ ընկալում դա։
եւ չեմ մեղմ եմ ուզում վերաբերում այդ հարցին, բայց տրանսպորտը միայն ավտոբուսներ բերել եւ ժողովրդին ասել, որ այս մենք արդեն բարեփոխել ենք, դա ծիծաղելի է, դա վիրավորական է հասարակ մարդու համար։ Հասարակ մարդու համար տրանսպորտի բարեփոխումը պետք է լինի ամբողջական, այսինքն պետք է ավտոբուսը պետք է ունենա ինքը իր առանձնացված գծեր, առանձնացված գծերի համար պետք է մեքենաները պետք է այն որ կանգնած են պարտուվկանները, դրանք պետք է վերանան, որովհետեւ դրանք վերանան մեքենաների տերերին պետք է ալտերնատիվ առաջարկվի, վերգետնյա եւ ստորգետնյա ավտոկանանատեղեր, որոնք հսկայական լուրջ եւ համալիր աշխատանք է, որը շատ դժվար աշխատանք է, երկարաժամկետ աշխատանք, դա պոպուլիզմի տեղ չի, հասկանում եք ի՞նչ նախնդիր, այսինքն մենք այդ մինչեւ ինչ չէ դա այդ 160,000 դա բարձի մարդկանց կլպելու քաղաքականություն է, դա ոչ մի կապ չունի, ոչ մի բան չէ կարա տա, որտեվ մարդը պետք է ունենա հնարավորություն վերգետնյա եւ ստորգետնյա ավտոկանանատեղեր տինի, որ ինքը կարող է դուրս գա, եթե չունի, այդ ինքը ստիպած պետք է 10, չգիտեմ 10 դե ես դրա համար եմ ասում, ես հիմա ինչ եմ ուզում ասեմ, մեր խնդիրը փորձել այս իրավիճակից ելնելով, մաքսիմալ փորձել բարելավել, հեռանկարը պետք է լինի այն, որ մենք պետք է ունենք այնպիսի տրանսպորտ, որը տրանսպորտը հասարակ մարդը, որ ունի մեքենա, ինքը գերադասի տրանսպորտով գնա, ոչ թե մեքենայով գնա։ Եթե մենք այդ խնդիրը, հա, տեսեք, դա առանձին խնդիր է, դա բերում եք, շատ լավ եք անում, որ բերում եք, բայց Վրաստանի օրինակը բերելուց առաջ պետք է հասկանանք մի բան, տրանսպորտի փոփոխման, հա, հարց գալիս է, ոչ թե տոմսային համակարգի փոփոխումով, այլ տրանսպորտային համակարգի փոփոխումով, քարտով կվճարի, 100 դրամանոց կոպեկով կտա, հեռախոսը կհանի կտրտսնի, թե ինչ կանի, քանի տրանսպորտային համակարգը վատնա, մարդը իր մեքենայով է գնալու, տրանսպորտային համակարգից է պետք սկսել, հիմա ասածներն մենք սխալ կողմից ենք սկսել, շատ ճիշտ եք ասում, որ ասում եք էժանացնենք, բայց էլ ասում եմ եկեք ոչ էժանացնենք, ոչ թանկացնենք, եկեք մոռանանք, որտեղ ներողություն, սպասեք, պարոն Բոզոյան, ներողություն, մենք սխալ կողմից չենք սկսել, մենք քաղաքային իշխանություն չենք, մենք սխալ որոշման հետևանքների մեղմացման համար ենք այս նախաձեռնությունը բերել, հետևաբար մեզ մեղադրել սխալ նախաձեռնության մեջ, դա առնվազն ժամանակավեր է